Ես բացառում եմ մի բան, որ քաղաքական մեծամասնությունը կառավարող ուժը ընտրակեղծիքների եւ ընտրախախտումների մեջ ներգրավված լինի։ Տեսանյութեր կան, ես ասում եմ, ես բացառում եմ դա, որովհետեւ ես եմ կառավարության եւ քաղաքական ուժի ղեկավարը եւ ես գիտեմ ինչ հանձնարարականներ են տվել եւ քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչության քաղաքական դիրքորոշումները եւ հանձնարարականներ, այնպես որ կարծում եմ աներկբա է։ Մնացածը մեր իրավապահ մարմինները կհետաքննեն եւ ինչ փաստեր կա, այդ փաստերի կարժանանան գնահատական։ Ինձ համար ակնհայտ է, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները ունեցել են ազատ կամ արտահայտման հնարավորություն եւ եթե ազատ կամ արտահայտումը որևէ ձևով խախտվել է, դա խախտվել է պատերազմի եռագլուխ կուսակցության բաժանած ընտրակաշառքների ձևով եւ բոլոր ընտրակաշառատուները պետքա երկար տարիներ անցկացնեն բանտում։ Սա դատաիրավական համակարգից իմ պահանջն է, նրանք բոլորը, ովքեր ընտրակաշառք են տվել եւ նրանց մեղքը պիտի ապացուցվի, նրանք հաջորդ ընտրությունների ժամանակ նրանք ազատության մեջ պետքա չլինեն։ Եթե որևէ ընտրակաշառատու հաջորդ ընտրությունների պահին ազատության մեջ լինելու հեռանկար ունի, նշանակում մենք խնդրեմ ունենք դատաիրավական համակարգի եւ մենք կգործենք հատուկ քաղաքական մեր միջոցներով, որովհետեւ նախորդող շրջանում այն ինչ որ ընտրակաշառատուների նկատմամբ են հանդուրժողական վերաբերմունքը որ եղել է, դրա պատասխանատվությունը կրում է այդ թվում դատական համակարգը եւ մենք այդ պատասխանի հետևից գնալու ենք։ Հետընտրական զարգացում չի կարող լինել, որովհետեւ պատերազմի եռագլուխ կուսակցությունը Հայաստանում չունի աջակցություն։ Նրանք մարգինալ ուժեր են եւ առաջիկա հնգամյակում այդ ուժերը պետքա ոչնչացվեն քաղաքականապես։ Դրանք պետքա ոչնչացվեն իրենց 3 լիդերներով։ Ասել եմ Ռոբերտ Քոչյանը պետքա բանտում լինի։ Ռոբերտ Քոչյանը նստելու է, Գագիկ Ծառուկյանը նստելու է, Սամվել Կարապետյանը նստելու է։ Արմատախիլ։ Ես հիմա չեմ ուզում արաբկիրի բառապաշարը կրկնեմ, բայց ինչ որ ասել եմ անելու։